Ինչ արձանագրումներ կան այս դատական նիստից։ Դատական նիստի այսօրվա ընթացքը վերաբերում էր դիմող ուժերի կողմից իրենց, այսպես ասած, բացման խոսքերով հանդես գալուն։ 6 ուժ ներկայացրեց իրենց բացատրությունները, շատ սեղմ, ամփոփ կերպով, մենք եւս ներկայացրեցինք, վաղը կներկայացնի Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը, պարոն Օրբելյանը, եւ դրան կհաջորդի արդեն պատասխանողի բացատրությունը, հարակից պատասխանողների, երրորդ անձի, որին կհաջորդի արդեն հարց ու պատասխանը։ Ճիշտն ասած, կազմակերպչական իմաստով մեր դիրքորոշումն էր, որ ճիշտ կլիներ հարց ու պատասխանը անմիջապես հաջորդեր բացատրությունների ներկայացմանը։ Դա ավելի դինամիկ է դարձնում գործընթացը եւ ավելի նաեւ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քննարկման սպառում է։ Բայց դա տեղի չունեցավ։ Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի այսօրվա գործողություններին, մեկ հանգամանք կա, որը պետք է առանձնացնել, կարծում եմ դրան արդեն Տիկին Մելոյանը կլրացնի։ Դա նաև որ Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր ունի։ Եվ ամենակարևոր հանգամանքը հետևյալն է, որ Սահմանադրական դատարանը կարող էր նշված խնդիրը լուծել։ Այսինքն Սահմանադրական դատարանը գիտակցելով նշված խնդիրը, որտեղ հենց Սահմանադրական դատարանը ինքը բարձրաձայնել էր նշված հարցը։ Սահմանադրական դատարանի կոնկրետ դատավոր խոսել էր այդ խնդրի մասին, բայց այն հանգուցալուծում չէր ստացել։ Այսօր մենք վերստին նշված հարցը ներկայացրեցինք, լրացուցիչ հիմքեր, հիմնավորումներ ներկայացրեցինք, բայց Սահմանադրական դատարանը դրան արձագանք չտվեց, դրանով իսկ որոշակի իմաստով հենց իր լեգիտիմության, կազմի լեգիտիմության խնդիրը ընդգծելով։ Սա փաստ է այլևս եւ սրանից խուսափում որպես այդպեսին ես չեմ պատկերացնում։ Կարևոր է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը ուղիղ նշեց, որ ընտրական վեճերով նույնիսկ 5 դատավորով գործի քննությունը կազմի իրավազորության խնդիր չէր առաջացնել։ Բայց բոլոր դեպքերում Տիկին Սաֆարյանի մասնակցության անհնարինության արձանագրում տեղի չունեցավ։ Չնայած նրան, որ կարծես Տիկին Սաֆարյանը մշտապես ընդգծում էր դատավորի մասնակցության անհամատեղելիության հարց, դա մասնակցության անհնարինություն է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի։ Պարոն Արքևանյան, այս կոնտեքստում, եթե Սեդա Սաֆարյանի անհնարինությունը չեն դիտարկել, Արտակ Զեյնալյանի եւ Վլադիմիր Վարդանյանին էլ կարող էին չդիտարկել, ինչ տարբերություն։ 7-ով թե 9-ով։ Շատ տրամաբանական հարց եք տալիս։ Իդեպ, գիտեք պատճառը որն է եղել, ինչի համար պարոն Վարդանյանի եւ պարոն Զեյնալյանի մասնակցության անհնարինությունը արձանագրվել է։ Չէ, իդեպ իրենց պատճառաբանումը հետեւյալն էր, ասում էին, որ եթե դա չանենք, կազմի լեգիտիմության խնդիր կարող է առաջանալ։ Այսինքն նման կարծիք կարող է առաջանալ։ Բայց նույն խնդիրը կար Տիկին Սաֆարյանի դեպքում, բայց բոլոր դեպքերում դա չարեցինք։